Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Նախ մի անձնական բան պետք է ասեմ, ես ընդհանրապես մի սկզբունք ունեմ, որը որ իրականում կյանքի ընթացքում եմ սովորել եւ դա ինձ համար դարձել է սկզբունք, անկախ իմ անձնական վերաբերմունքից մարդուն, ես կարող եմ շատ վատ անձնական վերաբերմունք ունենամ մարդու հանդեպ, այնպես որ անգամ դուրսը չուզենալով ստիպված բարևեմ այդ մարդուն, բայց քաղաքական գործընթացի մեջ առավել ևս ես պարտավոր եմ այդ մարդուն լսել, որովհետև ես չեմ բացառում, որ անկախ իմ անձնական վերաբերմունքից այնուամենայնիվ իր ասելիքի մեջ կարող է լինել ճշմարտության հատիկ։ Նախ եւ առաջ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել այս քննարկման համար։ Ես համարում եմ, որ դուք բավականին բովանդակային հարցադրումներ եք արել եւ այդ թվում շատ ուրախ եմ, որ դուք ակնկալում եք ինձանից ավելի խորքային խնդիրների վերաբերյալ խոսակցություն, բայց կարծում եմ բոլորիդ համար է հասկանալի է, որ ժանրը չի նախատեսում դա զուտ նաեւ տեխնիկական առումով խորքային քննարկումներ ես ինքս եմ ակնկալում եւ այդ խորքային քննարկումներին մենք իրար հետ ես ձեզ վստահեցնում եմ կհասնենք աշխատանքի ընթացքում եւ այդ թվում նաեւ ինքներդ կտեսնեք եւ կզգաք այդ խորքային քննարկումների աշխատանքի արդյունավետությունը։ Ուզում եմ ամեն դեպքում մի քանի բանի անդրադառնալ, որը որ գործընկերների կողմից ընդդիմադիր հնչել է, նախ ուզում եմ ասեմ, որ ես կողմնակից չեմ այնուամենայնիվ այն խոսակցությանը, որ ձեր ցանկացած բարձրացած հարցին ես ու հիմնականում ես դրանից զերծ եմ մնալու ապագայում, որ ես ձեզ ասեմ այլ ձեր ժամանակ, որովհետև կարծում եմ եւ նաեւ հավաստիացնում եմ ձեզ, որ իմ աշխատելավոճի տեսանկյունից բոլորովին այլ է ելնելու։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ես թույլ չեմ տալու, որ ազգային ժողովի ամբիոնից, ազգային ժողովի մասնավորապես ընդդիմադիր падգամավորները գան, մատնանշեն խնդիր եւ այդքանով համարեն իրենց առաքելությունը ավարտված, որ ես ճիշտ տեղը խնդիրը մատնանշեցի, իմ առաքելությունը ավարտված է, ոչ, առաքելությունը դրանով չի ավարտվում։ Իրար հետ ճիշտ մատնանշման պարագայում հետևողական աշխատելու ենք այդ խնդիրների լուծմանը եւ այդ թվում դուք պարտավոր եք լինելու, եթե մենք չտիրապետենք այդ խնդիրների լուծմանը, բերել այդ խնդիրների լուծումները եւ իրար հետ գնալու ենք այդ խնդիրների լուծմանը։ Ինչու համար։ Դուք դրանով չեք օգնելու քաղաքացիական պայմանագրին։ Նախ եւ առաջ դուք դրանով օգնելու եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ իհարկե դուք դրանից նաեւ քաղաքական առումով նպաստելու եք ձեր առաջխաղացմանը, որովհետև դա պարզ հաշվարկ է եւ դա այո ձեզ բերելու է քաղաքական դիվիդենդներ եւ բարձրաձայնելու է ձեր քաղաքական ռեյտինգը։ Այդ դեպքում հակառակ պարագայում չի բարձրացնելու, միայն իջեցնելու է։ Ուզում եմ անդրադառնալ պարոն Խաչատրյանի կողմից հնչեցված սուների մասով հարցադրմանը, որովհետև Այս մի բան ենք իրար հետ անելու, ինչպես որ ասել եմ, այս քննարկումների ընթացքում մենք գալու ենք հասնենք նրան, որ այս ամբիոնից հնարավորինս ստույգ խոսքեր հնչեն եւ այդ թվում տվյալներ, մասնավորապես սուերի մասով պայմանագիրը կնքվել է 2019 թվականի դեկտեմբերի 1-ին, առաջի խմբականակը 4 հատը Հայաստանի Հանրապետություն մատակարարվել է 2019 թվականի դեկտեմբերին, 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսվել է սեպտեմբերին, ես կարծում եմ պետք չի ասեմ, թե զենք զինամթերքի գնումը իրանից ինչ է ենթադրում, բավականին բարձր շղթա է, այդ թվում նաև ուսման հետ կապված տվյալ զինատեսակի մասով եւ բուն մատակարարումից, երբ որ Հայաստանի Հանրապետությունում եղել եւ պատերազմի միջև 9 ամիս տարբերություն կա, այլ ոչ թե 1.5 տարի, 1.5 տարին 18 ամիս է։ Կարծում եմ կարևոր այնուամենայնիվ արձագանքում է տեսանկյունից։ Պարոն Վարդանով, ես ակնկալում եմ նաեւ եւ կարծում եմ չեմ սխալվում, որ դուք ապագայում լինելու եք այս հանձնաժողովում, նաեւ ակնկալում եմ, որ դուք առաջադրվելու եք որպես այդ հանձնաժողովի տեղակալ, բայց ես երկու նկատառում ունեմ։ Նկատառումը առաջին կապված համապարփակ հետ։ Ես խնդրում եմ, դուք ձեր ելույթում ասեցիք հասարակության կողմից ընդունված համապարփակ պաշտպանության եւ անվտանգության հայեցակարգը
ճիշտը ասելն է ոչ թե հասարակության կողմից ընդունված, այլ հասարակության կողմից առաջարկված, կառավարության կողմից փոխըմբռնումով ցուցաբերված այդ թեման քննարկվել է եւ իրար այդ համատեղ աշխատանքով գնացել ենք եւ հասել ենք որոշումների, որոնք որ իհարկե մնացած խնդիրների հետ որոշակի առումով համաձայն եմ, ելի եմ ասում, ձեզ հետ էլ միասին առաջիկայում աշխատելու ենք եւ շատ եմ ողջունում ձեր ելույթի մեջ հնչած մի կարեւոր բան, իմ համար այդ բառը առանցքային է եւ կարելի է ասել աշխատանքի առումով սկզբունք է, այդ թվում նաեւ նախորդ շրջանում մի փորձարարությունից ելնելով շատ կարեւոր է աշխատանքի մեջ լինել հետեւողական։ Եվ երբ որ դու մի անգամ ինչ-որ մի խնդրով զբաղվում ես եւ այդ խնդրի լուծմանը չես հասնում, դա չի նշանակում, որ դու չպետք է շարունակես այդ խնդրի լուծումով զբաղվես, դու պետք է հետևողական գնաս եւ զբաղվես այդ խնդրի լուծումով։ Ուզում եմ անդրադառնալ նաեւ ռազմական բյուջեի մասով, եթե չեմ սխալվում, հիմնականում պարոն Դավթյանը շեշտադրում դրեց, Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն 2017 թվականին եղել է 455 միլիոն դոլար։ 18 թվականին 508 միլիոն, 19 թվականին 643, 20 թվականին 632, 21 թվականին 622, 22 թվականին 796, 23 թվականին միլիարդ 324 միլիոն դոլար, 24 թվականին միլիարդ 420 միլիարդ դոլար, 25 թվականին միլիարդ 740 միլիոն դոլար, 26 թվականին միլիարդ 480 միլիոն դոլար։ Ինչու համար եմ սա ասում։ Հնչեց այն փաստը, որ 24 օրյայից հետո վերականգնվելու խնդիր ունենք միանշանակ ճիշտ է, բայց ոչ միայն 44 օրյայից 20 թվի հետո, այդ թվում նաև 23 թվի դեպքերից հետո, երբ որ բազմաթիվ զենք եւ զինամիթեր կորցրեցինք, պատճառների մեջ չեմ խորանում, բայց դա չի միակ պատճառը։ Երբ որ դուք Ադրբեջանի ռազմական բյուջեն եք մատնանշում, խնդիրը հենց դրա մեջ է, որ տեսնելով, որ հարևան երկիրը աճեցնում է իր ռազմական բյուջեն, Հայաստանի Հանրապետության կառավարությունն է համապատասխան որոշումներ է կայացրել իր ռազմական բյուջեն նաև աճացնել, այլ հարցը իհարկե թե որքանում են համեմատելի ռեսուրսները։ Ուզում եմ անդրադառնալ նաև կրկին Արևմտյան Ադրբեջանի մասին, կապված արտաքին հետախուզության ծառայության հետ եւ այդ թվում նաեւ ձեր հարցին կպատասխանեմ այդ կոնտեքստում պարոն Վարդևանյան, ես շատ զարմացած եմ, որ դուք ասում եք, բա արտաքին հետախուզության ծառայությունը նշել է Արևմտյան Ադրբեջանի մասին։ Օրինակ չէի զարմանա, եթե դուք գայիք ասեիք, որ չի նշել Արևմտյան Ադրբեջանի մասին։ Որտեւ այդ դեպքում կստացվեր, որ մենք անտեսում ենք այդ սպառնալիքը։ Իսկ տվյալ պարագայում համապատասխան ինստիտուտը արձանագրել է այդ սպառնալիքը եւ դրա մասին բարձրաձայնում է եւ կրկին պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության թե վարչապետը, թե կառավարության անդամները, թե քաղաքացիական պայմանագիր անդամները բազմիցս Արևմտյան Ադրբեջանի խոսույթի սպառնալիքների մասին խոսացել են եւ դեռ կարծում եմ շարունակաբար խոսալ են։ Ինչ վերաբերվում է քննչական կոմիտեի եւ արտաքին հետախուզության ծառայության տարանջատման մասին, գլոբալ առումով գաղափարի հետ ես համամիտ եմ, արդյունավետության տեսանկյունից կարծում եմ այնուամենայնիվ պետք է վիճակագրություն ունենանք ձեռքներիս տակ ուսումնասիրենք այդ խնդիրը, բայց արտաքին հետախուզության մասով դες կարող եմ ասել, որ օրինակ ինձ համար բավականին խնդրահարույց է եւ հարց է, թե ինչու համար է, եթե մենք արտաքին հետախուզության ծառայությունը առանձնացնել ենք, այնուամենայնիվ ազգային անվտանգության ծառայության ներքո կա նմանատիպ վարչություն։ Եվ ինչու համար է դա պետք, մի քիչ լավ չեմ հասկանում, այդ թեման կուսումնասիրեմ առաջիկայում։ Մի քանի հատ էլ ասելիք ունեի, բայց այնուամենայնիվ կսահմանափակվեմ մի կարճ պարոն Մանուկյան, դուք միանշանակ եղել եք լավ ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի, ճիշտ շատ դեպքերում խնդիրներ եք մատնանշել, որոնք որ ես ինքս եմ ուզում մատնանշել, բայց մինչ այն պահը, երբ որ կներեք թուրը հանել եք ու որոշել եք, որ մի քանի տեղ պետք է արյան ծով սարքեք, էլի։ Որտեղ ամեն ինչ մեր մոտ փլուզվել է, խնդրում եմ այս անգամ եթե գալ եք, ինչ չանեք։ Ինչ վերաբերում է պարոն Հազարյանի ասած սակրավորների մասին, ես շատ չեմ անդրադառնա, անիմաստ եմ համարում, պարոն Հազարյանի զուտ տեղեկացնում եմ, որ ես մշակված ունեմ հումանիտար ականազերծման մասին օրենք, իրան առաջիկայում հրավիրել եմ, իրար հետ միասին այդ օրենքի շրջանակում աշխատենք, պարոն Հազարյանը նաև շատ հումորներ արել ուսապարկերի մասին, այսօր ուսապարկով եկել, չգիտեմ, մի բան եղած չլինի միամիտ, եւ վերջում
Պարոն Կարապետյան, Տիկին Գրիգորյան, ես անկասկած վստահ եմ, որ այնուամենայնիվ հավանաբար դուք կունենաք քաղաքական որոշում առ այն, որ օրինակ իմ դեպքում ինչ չընտրել, հաշվի առնելով քաղաքական նպատակահարմարությունը եւ այդ թվում նաեւ ենթադրելով, որ եթե դուք ինձ ընտրեք, դա ինձ ինչ-որ լեգիտիմություն է ավելացնելու կամ պակասեցնելու։ Ամենևին ոչ, բայց ես ձեզ առաջարկում եմ, ավարտում եմ։ Ես ձեզ առաջարկում եմ հետեւյալը, որ քանի որ այնուամենայնիվ ես գիտեմ, որ ձեր մեջ կան մարդիկ, որոնք որ անձնապես կուզեն ինձ ընտրեն, եւ քաղաքական որոշման պարագայում կարող է որոշակի անհարմարություն լինի համար, ես ձեզ զուտ առաջարկում եմ, գուցե քննարկեք ազատ թողնել քվեարկությունը եւ դա ինչու համար եմ ասում, իմ օգուտը դրանից որն անելու, ոչ թե լեգիտիմության ավելանալ թեփակասելու ներողություն եմ խնդրում, ավարտում եմ, այլ յուրաքանչյուր ավել քվեն ինձ համար լինելու է էլ ավելի մեծ պարտավորություն իմ աշխատանքը ավելի արդյունավետ կատարելու համար։ Այսքանը շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց։